Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում օնլայն տիրույթում լուծել, տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել եւ ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով նաեւ իր տեսակով մոտիվացնող է։ Գիտեք, առհասարակ ես միշտ նշում եմ, որ օրենքի իրավունքի հետ կապված խնդիրներում ամեն ինչ մի քիչ այլ է։ Այստեղ շատ հեշտ է թևաթափ լինել, այստեղ դժվար է ինչ որ բան հասկանալ, որտեղից է պետք սկսել։ Եվ հենց այս պահին է, որ մենք իրականում անհրաժեշտություն ու կարիք ունենք պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք նաև իրենց տեսակով մոտիվացնող են։ Այսօր մենք իրականում ինձ համար շատ հետաքրքիր ու շատ հաճելի հանդիպում ունենք Էլ-Ռումում, որովհետև չնայած իրավական թեմաները, այն խնդիրները, որոնցով անհրաժեշտ է դիմել մասնագետներին, փաստաբաններին, ավելի բարդ են, ոչ միշտ շատ հաճելի իրավիճակների հետ կապված, սակայն այստեղ շատ կարևոր է, որ բացի պրոֆեսիոնալիզմից նաև մարդիկ լինեն, ովքեր իրենց մասնագիտությանը եւ այդ մասնագիտությանը հարակից, ուղղություններին, մասնավորապես հոգեբանությանը տիրապետում են լիարժեք, այսինքն հնարավորություն պիտի տան ասելու քեզ, որ ինչքան էլ խնդիրը բարդ է, ինչքան էլ իրավիճակը շատ հեշտ չի, բայց լուծման տարբերակներ կան եւ ամենակարևորը այս պահին կանգ առնել ու որոշում ընդունել, որ ամեն ինչ կլինի լավ։ Որոշ ժամանակ առաջ շատ բարդ գործի շրջանակներում առիթ ունեցա հետևել հարցազրույցին մի փաստաբանի, ում տպավորություն էր, որ ինչպես ասում են, ծնվել է հենց այս մասնագիտության համար։ Ամենալարված իրավիճակում կարողանալ պահել այսքան պրոֆեսիոնալիզմ եւ այսքան կանացիություն, սա այն է, ինչի մասին կարծում եմ, որ պիտի իսկապես երազեն շատերը։ Եվ այսօր մենք հնարավորություն ունենք զրուցելու այս հրաշալի ու պրոֆեսիոնալ փաստաբանի հետ։ Սիրով ձեր անունից Էլ-Ռումում ուզում եմ ողջունել Վիրաբյան Consulting Firm ընկերության հիմնադիր տնօրեն Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Լուսինե Վիրաբյանին։ Ես շատ ուրախ եմ, Լուսինե, որ առիթ ունենք հանդիպելու։ Շնորհակալ եմ հրավերի համար, Լիլիթ ջան, ինձ նույնպես շատ հաճելի է։ Ես ուզում եմ սկսենք սկզբից, փաստորեն, որոշումը ձերն է եղել դառնալ իրավաբան եւ ընդ որում հենց փաստաբան։ Այո, որոշումն իմն է եղել, որը որ կարծես թե սկզբնական շրջանում ոչ ոք չէր ողջունում։ Ամեն դեպքում ծնողներս միջև հիմա էլ շատ հաշտ չեն այդ մտքի հետ, հայրս ամեն անգամ ընդդիմանում է, որ կարող է ավելի կանացի մասնագիտություն ընտրել, որպեսզի այդքան շատ չծանրաբեռնվեիր։ Ինչ որ իրավիճակներում գործուն մասնակցությունը կարևորել եք ու որոշել եք, որ պիտի դառնաք հենց փաստաբան։ Այո, պատանեկության շրջանում որոշակի հանգամանքներում ականատես լինելով անարդարություններին որոշեցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը դա ամենակարևոր հանգամանքն է մարդու կյանքում, որովհետև ոչ մեկ ապահովագրված չէ իրավունքի խախտումից եւ ի վերջո պետք են մասնագետներ, ովքեր հենց կոնկրետ դատական պաշտպանության միջոցով արդարությունը վերականգնեն։ Այո, հիմա արդեն շատ նորաձև է, շատ հետաքրքիր, շատերն են այս ուղղությամբ գնում, բայց դուք փաստորեն 2013-ից արդեն փաստաբանական գործունեությամբ եք զբաղվում եւ ավելի դրանից առաջ հենց իրավաբանական, որպես իրավաբան աշխատել եք, այն ժամանակ դուք երբ ավարտել եք, շատ այսպես նորաոճ ու նորաձև չէր փաստաբանի մասնագիտությունը։ Այո, 2007 թվականին եմ ավարտել բակալավրիատը, բայց որոշումս միասնական էր, որ պետք է դառնամ փաստաբան, այսինքն իրավաբանին բոլոր հնարավորությունները որպես մասնագիտություն ընտրելու, քննիչ, դատախազ, դատավոր, ամեն դեպքում ընտրեցի հենց փաստաբանի մասնագիտությունը, եւ մինչեւ 2012 թվականը նաև դատական պաշտպանություն եմ իրականացրել, քանի որ օրենքը թույլ էր տալիս առանց փաստաբանի արտոնագրի, իսկ 2012 թվականից հանդիսացել եմ փաստաբանական այն ժամանակ դեռ դպրոցի ունկնդիր, առաջին ունկնդիրներից եմ, որի համար շատ հպարտ եմ, եւ 13 թվականին արդեն արտոնագրված որպես փաստաբան մուտք գործեցի այս ոլորտ։ Այս տարիների ընթացքում կարելի է ասել, որ այ գործեր կան, որոնց հաղթանակները, ես գիտեմ, որ ձեր ընկերությունը եւ մասնավորապես դուք շատ մեծ թիվ ունեք հաղթած գործերի, այս հաղթանակները նաեւ ինչ որ առումով ավելի ուժեղ են դարձնում ձեզ։ Ավելի ինքնավստահ։ Երբ հասնում ենք վերջնական արդյունքին, օրինակ ունենում ենք Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, որը որ ոչ միայն հաղթանակ է բերում իմ վստահորդներին, այլ նաև
մնացած քաղաքացիները, ովքեր ունեն նմանատիպ իրավական խնդիր, օգտվում են հենց այդ նախադեպային որոշումներից, որը որ կարող է իրավունքի մեջ եղանակ փոխել։ Դրանից ավելի մեծ բերկրանք կարծում եմ չկա մասնագետի համար։ Եվ այսպիսի որոշումների բավական երկար շարք ունեք դուք։ Այո։ Այո, շատ համեստ եք Լուսինե, չեք սիրում այսպես հաղթանակների մասին շատ խոսել, այդպես առանձին մանավանդ այս նախադեպային որոշումների վրա կենտրոնանալ։ Դա ես չեմ ընդունում որպես շատ խոսելու կամ ներկայացնելու թեմա, որովհետև դա նորմալ է, եթե զբաղվում ես որոշակի աշխատանքով կամ պետք է զբաղվես ամենաբարձր մակարդակի վրա, կամ ուղղակի չպետք է զբաղվես, ես տեսակով եմ այդպիսին։ Այո, բոլոր հարցերում եք այդպիսի։ Այո, մաքսիմալիստ եմ բոլոր հարցերում։ Բայց դժվար է, չէ, եւ աշխատանքում եւ առօրյայում, ասենք, այսպես ապրել։ Դժվար է, բայց հաճելի։ Արդյունքի համար շատ հաճելի է։ Շատ հաճելի է, շատ լավ։ 2019-ին հիմնադրեցիք ընկերությունը ձեր Վիրաբյան Consulting Firm։ Ինչ առիթ հանդիսացավ եւ ինչպես հասկացաք, որ արդեն անհրաժեշտ է նաեւ գրասենյակ հիմնել։ Պահն էր հասունացել։ Այսինքն մինչ այդ էլ աշխատել եմ իմ շատ հարազատ ընկերների հետ համագործակցության շրջանակներում, համապատասխան գրասենյակներում, ուղղակի արդեն հասունացել էր այն պահը, որ պետք է առանձնանայի եւ առանձին գրասենյակ հիմնեի, պահպանելով լավ հարաբերությունները իմ նախորդ գործընկերների հետ մինչ այժմ։ Այո, եւ նաեւ ուղղությունները շատ հետաքրքիր է, որ ձեր ընկերությունում փաստորեն ուղղությունները հստակ դնում եք, մի մոտեցում կա, որով երևի միշտ առանձնանում է, հա, ձեր ընկերությունը, սա այն է, որ ինչ որ ներկայացվում է, այդքան էլ այնպես չի, պետք է միևնույնն է խորը ուսումնասիրել։ Միշտ մեդալի հակառակ կողմը նույնպես մենք հնայում ենք։ Այսինքն, երբ որ քաղաքացի ներկայացնում է խնդիրը, լինում են դեպքեր, երբ որ քաղաքացիները խորությամբ չեն հասկանում, թե այդ խնդիրը ինչից է առաջացել եւ ինչպիսի լուծում պետք է ստանալ։ Այսինքն անգամ պատճառը չեն հասկանում, թե որտեղից է գալիս։ Միայն այն ինչ որ տեսողական տեսնում են, դա են հասկանում որպես խնդիր։ Եվ շատ կարեւոր է, որ գրասենյակը մասնագիտացված լինի մի քանի ոլորտներում՝ քրեական, քաղաքացիական, վարչական, որպեսզի այդ խնդիրներին սկզբունքային լուծում տրվի։ Փաստորեն հիմա եւ քրեական եւ վարչական ու քաղաքացիական եւ նեղ մասնագետներ են ընդգրկված փաստաբանական փաստորեն։ Այո։ Եվ ոչ բոլոր գործերն են, օրինակ քաղաքացիական գործերից կամ թեկուզ որպես այդպիսին սնանկության գործեր մենք չենք իրականացնում, որովհետև համապատասխան մասնագետներ չունենք եւ բնականաբար չենք կարող ստանձնել պատասխանատվություն որպես այդպիսին քաղաքացու գործը վերցնել որպես փորձադաշտ։ Այսինքն այն ոլորտները, թեև նեղ մասնագիտական, որը որ տարիներ շարունակ մենք իրականացրել ենք, հավատարիմ ենք մնում եւ փորձում ենք իրավունք զարգացնել նաեւ այդ ոլորտներում։ Այո, ես գիտեմ, որ քաղաքացիական ոլորտը այստեղ շատ խորությամբ եւ դուք շատ երկար տարիների փորձ ունեք ու շատ հաղթած գործեր նաեւ որտեղ թվում է, որ անհնար էր տեսնել հատկապես երեխայի լավագույն շահը, դուք միշտ կարողանում եք հասնել հաղթանակի հենց երեխայի լավագույն շահը հաշվի առնելով։ Շատ կարևորում եմ երեխայի լավագույն շահը, որովհետև ցավոք սրտի մեր օրերում դա որպես Եվրոպական կոնվենցիայով եւ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքներով եկած սիրուն արտահայտություն է թվում, որը որ օգտագործում է, բայց մշտապես անտեսվում է։ Այսինքն, երբ որ այո, շատ է անտեսվում այն առումով, թե պետության եւ թե մասնավորի։ Այսինքն, անգամ ծնողները երբ որ վիճում են, հասել են արդեն դատական process-ին, հաճախ մոռանում են երեխայի լավագույն շահի մասին եւ կարծես թե չի կարող փաստաբանը կամ դատարանը ավելի սրտացավ լինի նրանց երեխաների նկատմամբ, բայց փաստացի այդպես է ստացվում, որ այդ վիրավորվածության աստիճանը մի փոքր ավելի մեղմվի, իրավական հարթակի վրա դրվի եւ ամենակարևորը բարձրացվի երեխայի լավագույն շահը, որպեսզի երեխան չդառնան քավության նոխազ։ Այո, եւ այստեղ շատ կարեւոր է, որով առանձնացնում են նաեւ շատ ձեր վստահորդները Լուսինե ձեզ, որ ցանկացած նույնիսկ ամենալարված, այսպես կրիտիկական թվացող իրավիճակում դուք միշտ կարողանում եք հավասարակշռությունը պահպանել, նաեւ այդ նուրբ ինչ որ բաներ վերջին բառը չասել, եթե այդտեղ երեխաներն են։ Ես միշտ իմ վստահորդներին ասում եմ, լիազորագիր վերցնում եմ, որպեսզի պաշտպանեմ իրենց իրավունքները, բայց իմ համար առաջնայինը երեխայի իրավունքն է, որովհետև եթե իրենք համարվում են տվյալ երեխայի օրինական ներկայացուցիչը, իրենք նույնպես ստանձնում են, որպեսզի երեխայի որևէ շահ
չխախտվի, որևէ իրավունք չխախտվի, որը որ ցավոք սրտի հաճախ մենք տեսնում ենք։ Այո, այստեղ այսինքն նաև հոգեբանի աշխատանք է, թե փաստաբանի աշխատանքի մեջ առանձին ուղղություն կա այս հոգեբանականը։ Առաջնային կատարում ենք հոգեբանի աշխատանք։ Առաջնայինը հոգեբանինն է ամեն դեպքում։ Այո, փորձում ենք էմոցիոնալ ֆոնը իջեցնել, որպեսզի իրավունքին դա չխանգարի եւ հետագայում արդեն բնականաբար իրավական հարցերն ենք բարձրացնում, որը որ մշտապես կարմիր թելի նման այդ հոգեբանական աշխատանքը տանում է մեր ամբողջ գործի քննության ընթացքում։ Ես գիտեմ, որ նաև փոքր ու մեծ բոլոր խնդիրներով շատ այսպես վստահությամբ են դիմում, որովհետև դուք սիրում եք անընդհատ վստահորդների հետ նաև կապի մեջ լինել, այսինքն հասկանում եք, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ շատ անհրաժեշտ չի ձեզ հետ զրուցել, բայց դրա անհրաժեշտությունը ունեն ինչ որ այդ ձեր նշած հոգեբանական այս վատ վիճակից ելնելով կամ ինչ որ պահի իրենց թվում է տագնապի այդ գրողների պահին են ձեզ դիմում։ Հիացած եմ ձեր լրագրողական հետաքննությամբ, որովհետև հենց այդպես էլ իրականում լինում են, շատերի հետ հետագայում դառնում ենք ընկերներ, որովհետև իրոք է այդ կապվածությունը կարծես թե կյանքի ամենակարևոր, ամենախոցելի փուլում լինում ենք մենք միասին եւ փորձում է գրասենյակը նեցուկ լինել վստահորդին, ուժ հաղորդել, ինքնավստահություն հաղորդել եւ ասել, որ չլուծվող հարցեր, խնդիրներ չկան։ Մի օր ինչ որ մի հարց միևնույնն է, ստանում է իր հանգուցալուծումը եւ այդ ամեն ինչը ավարտվում է։ Այո, գրասենյակը շատ լավ կապի մեջ է, հետադարձ կապի մեջ է վստահորդների հետ, ովքեր այս պահին թեև չունեն խնդիրներ, բայց շատ հաճելի է, որ միշտ հիշում են եւ շատ շնորհակալ են միշտ։ Վիրաբյան Consulting Firm ընկերությունը դուք տեսնում եք հեռախոսահամար ընկերության հիմնադիր տնօրեն Լուսինե Վիրաբյանի հետ ենք զրուցում, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։ Լուսինե, ուզում եմ խնդրել մի քանի բառով, որ խնդիրներով կարող են դիմել ձեզ եւ ինչպես է ծանրաբեռնվածությունը, այսինքն կարող են դիմել թիմը, գիտեմ, որ համալրված է բավական։ Բնականաբար կարող են դիմել խնդիրներով քաղաքացիական ոլորտում, ամուսնաընտանեկան հարցեր, ինչպես նշեցինք, սեփականության հետ կապված, ժառանգության հետ կապված հարցեր եւ առհասարակ որևէ սահմանափակում չկա, այդ թվում նաեւ քրեական եւ վարչական խնդիրներով կարող են դիմել։ Անգամ լինում են դեպքեր, երբ որ դրանք ոչ թե դատական խնդիրներ են, այլ քաղաքացին ուղղակի ունենում է խորհրդատվական կարիք, թե ինչ մասնագետի դիմի։ Դա կլինի նոտարիատ, դա կլինի ԿԿ մարմին, նաև ուղղորդում ենք, թե ինչպիսի փաստաթղթեր են անհրաժեշտ համապատասխան հարցի լուծման համար եւ թե կոնկրետ որ մարմին դիմի, օրինակ հարցումներ կատարելու եւ խնդրին լուծում տալու համար։ Դուք սիրում եք պատասխանատվություն վերցնել։ Լինում են դեպքեր, չէ, երբ շատ վստահ դեպի հաղթանակ չգնացող գործերից խուսափում են։ Ես գիտեմ, որ դուք ամենավտանգավոր գործերի պաշտպանությունը նույնպես ստանձնում եք։ Լիլիթ, ես կարող եմ ասել, որ փորձում եմ մաքսիմալ ազնիվ լինել իմ վստահորդների եւ պաշտպանյալների հետ։ Անկամ երբ որ տեսնում եմ, որ հուսալիություն չկա, ապացույցների բավարարվածություն չկա այդ գործով, փորձում եմ ներկայացնել իրականում, թե ինչ կարող ենք սպասել, ինչ ակնկալիք կարող ենք ունենալ։ Բնականաբար օրենքն արգելում է փաստաբանին երաշխիք տրամադրել գործի հետ կապված, բայց մասնագետը աշխատելուց հենց միայն ապացույցները հետազոտելուց արդեն իսկ հասկանում է այդ գործը որքանով է հնարավոր դեպի ավարտ հասցնել դրական առումով եւ որքանով ոչ։ Եթե բացատրում եմ եւ շատ հաճախ քաղաքացիները հենց դա են գնահատում, որ ի սկզբանե ես ասում եմ, որ այ կարող եք այսպիսի արդյունք չունենալ, բայց ալտերնատիվ մեկ այլ տարբերակ կա եւ փորձում ենք փոխադարձ համաձայնությամբ առաջ գնալ։ Այո, եւ այստեղ նաեւ դատարանում ձեր այդ պաշտպանական խոսքը, ելույթը, պաշտպանական ճառը, ինչպես ասում են, ուղղակի հաճելի է լսել։ Արվեստի նման մի բան է, երբ նայում ես եւ դատարանը, այդ թվում նաեւ պետական մեղադրողները, դատավորը բոլորը այսպես հիացած լսում են ձեզ։ Ինչքանով է կարևոր կեցվածքը, խոսքը, շեշտադրումները փաստաբանի մասնագիտության մեջ։ Ռետորական արվեստը ինչու ոչ, բնականաբար այդ ամեն ինչը նախ փաստաբանը պետք է իր յուրաքանչյուր անգամ ժեստով վստահություններ շնչի։ Վստահություն ոչ միայն իր պաշտպանյալին եւ իր վստահորդին, այլ նաեւ թեկուզ գործը քննող դատավորին, որ արդարությունը իր կողմն է։ Եվ բնականաբար, ինչպես ես եմ ասում հաճախ,
փաստաբանությունն էլ ստեղծագործական արվեստի միջուղ է եւ հաճախ երբ որ մենք գրում ենք մեր հայցերը, նաեւ փորձում ենք այդ առումով աշխատել։ Շատ կարեւոր է դա։ Փաստաբանի սկսած կեցվածքից վերջացրած խոսքից մասնագիտության մասն են կազմում։ Որքան էլ որ լավ փաստաբանը տիրապետի օրենքին եւ իրավունքին, մի փոքր ժեստիկուլյացիան կարող է փոխել այդ ամեն ինչը եւ ուղղակի տեսարանը փոխվի։ Լինում է, որ անհրաժեշտություն է լինում այսպես լրացուցիչ ջանքեր գործադրելու, քեզ ինչ որ հատուկ էս կերպարի մեջ դնելու, որովհետեւ ձեզ հետ այնքան դա ներդաշնակ է, կարծես դուք միշտ այդպես եք։ Այո, լինում են դեպքեր, բնականաբար բոլորս էլ հոգնում ենք, բոլորս էլ ունենում ենք առողջական խնդիրներ, վերջերս մի դեպքի մասին կարող եմ պատմել, շատ սուր ցավերի մեջ ես մտել եմ դատարան, նախապես դեղորայք ընդունելով եւ որևէ մեկը չի իմացել, թե ինչ է կատարվում այդ պահին ինձ հետ, որովհետեւ դա ոչ մեկի խնդիրը չէր, այդ թվում նաեւ իմ վստահորդի, այդ վստահորդ բառը իզուր չի ընտրված եւ շատ գեղեցիկ բառ է, այսինքն մարդ անվերապահորեն վստահում է եւ իր խնդիրը տվել է, որպեսզի դու ինքդ լուծես եւ դա շատ մեծ պատասխանատվություն է։ Միչեւ ոսկորները փաստաբանը պետք է այդ վստահությունը ընկալի եւ գնահատի եւ երբևէ հանկարծ ցույց չտա, որ ինչ որ միտեղ կարող է եւ ինքը այդ պահին թեկուզ առողջական խնդիրներից ելնելով թերանալ։ Եվ բնականաբար, բայց մի հետաքրքիր բան ասեմ, process-ը, դատավարությունը այնքան հետաքրքիր է անցնում եւ կարծես թե ադրենալինը այնքան է բարձրանում, որ անգամ մոռանում ենք բոլոր խնդիրների մասին, նաեւ առողջական խնդիրների մասին եւ երբևիցե չի խանգարել այդ առումով։ Այսինքն, եթե դուք այսքան չսիրեիք այս մասնագիտությունը, երևի դժվար կլիներ։ Ինձ միշտ օրինակ դա զարմացնում է, ինչպես կարելի է պլանավորել, հա, այդքան երկար, չգիտեմ, 6 ամիս հետո որևէ նիստ, 5 ամիս հետո այսինչ օրը, այսինչ ժամին եւ միշտ մտածել, որ այդ օրը այդպես կազմ ու պատրաստ հնարավոր է այդտեղ ներկայանալ։ Փաստորեն սա հիմքում էլի մեծ սերն է մասնագիտության հանդեպ։ Բնականաբար, եւ եթե մասնագիտությունը չսիրես, չես կարող, լինում են օրեր, երբ որ աշխատում ենք անդադար, առանց քնի ռեժիմի, որովհետեւ աշխատում ենք ժամկետների հետ եւ որևէ մեկին չի հետաքրքրում, թե որ օրը քանի դատական նիստ ես ունեցել եւ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չի հասցնել, օրինակ վերաքնիչ բողոք ներկայացնելու ժամկետների հետ կապված կամ ավելի կարճաժամկետ 3 օրվա ընթացքում պետք է գործողություն իրականացվի դատարանում, որը որ նամանավանդ քրեական գործերով, որ սահմանափակված ենք շատ ժամկետներով եւ բնականաբար միայն սերը առմասնագիտություն կարող է օգնել, որպեսզի շատ մեծ ոգևորությամբ մենք աշխատենք եւ վերջում քաղենք մեր աշխատանքի պտուղները, որպես այդպիսին հաղթական փաստաթուղթ ստանալով։ Յուրաքանչյուրի գործը ձերն եք համարում, կարծես։ Սա սովորական չի դառնում ի վերջո այսքան տարիների ընթացքում լսնել։ Ունեինք դասախոս, ով ասում էր, ոչինչ, առաջին 5 տարին եք անցնի, հետագայում կմոռանաք այդ ամեն ինչը եւ կվերաբերվեք որպես աշխատանքի, կարծես թե 16 տարի անցել է, դեռ չեմ մոռանում։ Եվ հուսամ, որ դա դեռ երկար կտևի, որովհետեւ դա նույնպես շատ մեծ բերկրանք է։ Եվ խնդիրը նրանում է կանում, որ անգամ եթե վստահորդը օրվա մեջ մի պահ կարա մոռանա իր խնդրի մասին, փաստաբանը օր ու գիշեր լուծումներ է գտնում այդ խնդրից դուրս գալու մասին, այսինքն եթե որևէ խնդիր հնարավոր չէ որ լինի անլուծելի, այսինքն եթե այս տարբերակը չի, պետք է պրպտես, գտնես, նայես նախադեպային որոշումներ եւ ի վերջո անգամ եթե չկա այդ խնդրի լուծումը, դու լինես հենց այն մարդը, ով պետք է առաջարկի խնդրին լուծում։ Նոր խնդրի լուծում։ Բնականաբար։ Ինչն է ամենակարևորը այսպես կարգախոսի սկզբունքի նման, հա, վստահորդի հետ հարաբերություններում, որ առաջին պահին այսպես ձեզ համար սա կողմնորոշիչ է, դուք այս գործը կվերցնեք, թե ոչ, բացի փաստերից, իրավիճակից։ Ազնվությունը, վստահորդների ազնվությունը, երբ որ իրավիճակը ներկայացնում են, ճիշտ ներկայացնելը, միևնույն է, փաստաբանը առաջին իսկ հայացքից հասկանում է, եւ եթե վստահորդը կամ պաշտպանյալը անգամ փաստաբանին է ստում եւ չի ներկայացնում իրավիճակը այնպիսին, որ կա, պատկերացրեք, որ իրավիճակը հետագայում արդեն գործի լուծման հետ կապված շատ վատ է լինում, որովհետև օրինակ քրեական գործերի վրա օրինակ բերենք, եթե կարող էր պատժի որոշակի սահմանաչափ իջեցվել մեղմացնող հանգամանքներով, երբ որ պաշտպանյալներն ասում են մենք ընդհանրապես կապ չունենք դրա հետ եւ գնում ենք դեպի արդարացում, ի վերջո կարող էինք ունենալ ավելի լավ արդյունք,
Չնայած ասում եմ, ոչ մեկից չենք կարող բռնի ուժով վերցնել այդ ինֆորմացիան, բայց շատ հաճելի եւ շատ լավ է աշխատանքի համար, երբ որ այդ ազնվությունը լինում է ի սկզբանե։ Միշտ ասում եմ, ասեք ինձ խնդիր է եւ մենք փորձենք միասին գտնենք դրա լուծումները։ Այո, բայց երբ արդեն կարճ 1-2 հանդիպումից հետո հիմնականում նշում են, որ հնարավոր է անսահման վստահել, այս արտահայտությունը ձեր անվան հետ շատ հաճախ են կապում։ Լուսինե Վիրաբյանին հնարավոր է անսահման վստահել։ Անսահման, շնորհակալ եմ այդ վստահության համար, որը որ ինձ ել ավելի է պարտավորեցնում իմ աշխատանքի մեջ։ Վստահությունը երևի թե գալիս է նաև նրանից, որ տեսնում են իմ աշխատանքը, որ իրոք առանց ժամանակային սահմանափակման շատ ժամանակ նաև ընտանիքիս ազատ ժամանակի հաշվին ես փորձում եմ նորից էլի զբաղվել աշխատանքային հարցերով։ Ձեր ստեղծած ընտանիքը իրավական է ասպարեզի ներկայացուցիչներ են բոլորը կարելի ասել, այդ թվում նաև ձեր ավագ դուստրը, որը դեռ 17 տարեկան է, բայց արդեն հստակ որոշում ունի, որ իրավաբանության այս ուղղությամբ պիտի գնա։ Այո, կարծես թե վերջնականապես արդեն որոշել է եւ քայլերը ձեռնարկվում արդեն իսկ եւ նոր ես հասկանում եմ իմ ծնողների անհանգստությունը, որովհետեւ հիմա ես եմ արդեն հայտնվել այդ կարգավիճակում, որ կցանկանայի ավելի թեթև ավելի անհոգ մասնագիտություն ընտրել իմ դուստրը, բայց կարծես թե բումերանգի էֆեկտը այստեղ էլ աշխատել է, փաստորեն, բայց նույնպես սիրում է մասնագիտությունը, կարողանում է։ Ծնված օրվանից այդ խոսակցությունների մեջ է, շատ հաճախ հիմա արդեն տանում եմ ինձ հետ դատական նիստերին, որպեսզի process-ը ինքը տեսնի, այսինքն որպեսզի իր մոտ տպավորություն չլինի, որ փաստաբանի մասնագիտությունը սկսվում եւ ավարտվում է ուղակի պիջակ հագնելով եւ տանից դուրս գալով, այո։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ որ օրինակ գիշերային ժամերին ունենում եմ կալանքի նիստեր եւ լինում են դեպքեր, որ գիշերը ժամը 5-ին առավոտվա 6-ին նոր տուն եմ գալիս, միշտ աղջիկաս ասում եմ, ինչ եմ, ինչ այս չես հասկացել, կրկին գնում ես նույն մասնագիտությունը ընտրելու, բայց անդրդվելի է։ Այո, դե բայց այստեղ իրականում գուցե մենք հետո արդեն տարիներ հետո այսպիսի հպարտությամբ ինչպես մենք ենք Լուսինե ձեր մասին խոսում, այդպես պիտի խոսեն նաև իր մասին, իսկ փոքրը դեռ 10 տարեկան է ձեր փոքր դուստրը, նա դեռ այդ որոշումը եմ զերծ կմնա այդ որոշումից։ Այո, շատ լավ։ Ես ուզում եմ վերջին այդ ամենաաղմկահարույց գործերից մեկի մասին, որտեղ որ նաև լրագրողներն էին խնդիրը բարձրացնել, ուզում եմ մի քանի բառով նաև ձեր տեսակետը, որովհետև այդտեղ իրականում մասնագիտական առումով եւ ոչ միայն փայլեց Լուսինե Վիրաբյանը։ Շնորհակալ եմ։ Իրականում շատ նուրբ սահման կա, երբ որ մենք խոսում ենք կրկին ընտանիքի եւ անչափահասների մասին, երբ որ մենք խոսում ենք փոխադարձ բռնությունների մասին, եւ այդ սահմանն անցնելը շատ հեշտ է եւ փաստաբանը կարծես թե այն գլխավոր դերն է կատարում, որպիսի նաեւ կողմերին բերի մի փոքր սառը հարթակի եւ ստիպի, որպիսի գործեն օրենքի շրջանակներում եւ ինչու՞ չէ գործեն նաեւ բարոյականության շրջանակներում, որովհետեւ յուրաքանչյուրը իր եսը առաջ տանելով շատ անարդար է վարվում ոչ միայն դիմացինի, այլ նաև սեփական երեխաների հանդեպ։ Գործը ափսոս քննվում է դռնփակ դատական նիստում, չեմ կարող շատ բարձրաձայնել, թե ինչի մասին է դա, բայց հաճախ նաև այն, ինչ որ մենք տեսնում ենք առերևույթ առաջին հայացքից լրատվամիջոցներում, ինչ որ հարցի քննարկման հետ կապված կարող է լինել խաբուսիկ։ Եվ ինչպես նշեցի խոսակցության սկզբում, մեդալի հակառակ կողմը միջև մենք չենք տեսնում, այդ թվում նաև մենք փաստաբաններս գործի քննության ընթացքում չենք հասկանում, թե բուն խնդիրը որտեղից է առաջացել։ Արդարության զգացողությունը ձեզ մոտ բավական սուր է, բայց անարդարության բախվելու առիթներ բնականաբար շատ ունեցած կլինեք։ Ինչպես է կարողանում, հա, այդ վերականգնվել, որովհետև դա ինչպես է կարողանում այսպես եւ ձեր մեջով անցկացնել եւ նաեւ փակել այդ էջը կարծես։ Շատ դժվար եմ կարողանում փակել էջը, որովհետև չեմ կարողանում հաշտվել այդ անարդարության հետ եւ օրենքով սահմանված բոլոր ձևերը փորձում ենք ընտրել, փնտրել, որպեսզի ի վերջո վերականգնվի արդարությունը։ Իհարկե լինում է բարդ, բայց գրեթե մեծամասամբ փորձում ենք նաեւ թեկուզ արտադատական ճանապարհներով հարցին լուծում տալ։
օրենքով սահմանված ճանապարհներով բնականաբար, բայց լինում են նաև հակառակ դեպքեր, այո, լինում է եւ ցավոք սրտի իրականությունը այնպիսին է, որ չենք կարող զերծ մնալ եւ որևէ մեկը թող չասի, որ իր հետ կապված գործերով միայն արդարությունը հաղթում է։ Չի կարող արդարությունը այդքան փայլուն մակարդակի վրա չի գտնվում, որ միշտ հաղթի։ Ամբողջ աշխարհում չի գտնվում, երևի այդպես է, չի կարող միշտ արդարությունը միայն հաղթել։ Մասնագիտություններ կան, որոնք կարծես այսպես շատ են տանում քեզանից, ոչ թե ժամանակը, այլ հոգեբանորեն կամ մտավորը շատ տեղ են գրավում մտքում եւ հոգում։ Այս տարիների ընթացքում ձեր ընտանիքի երեխաներին ինչպես է կարողացել ես ամենը համատեղել, որպեսզի ազդեցությունը չլինի մեկի մյուսի վրա։ Բնականաբար բարդ է, բայց ոչ ոք հակառակը չէր խոստացել։ Ի վերջո, փորձում ենք, հակակշիռը փորձում ենք ապահովել, հաճախ հարցում են, ասում են, շատ սիրում եմ էսթետիկա, ինձ շրջապատող աշխարհում, եւ երբ որ ասում են, ինչի ես ամեն մարուքի հետևից այդքան ընկնում, ասում եմ, ես ունեմ դրա կարիքը, ես այդպես եմ վերականգնվում, զուտ աչք շոյող ինչ-որ իրերով կամ զուտ իմ շրջապատում գեղեցիկը տեսնելով։ Այսինքն սիրում եք նաև այս ամենը նկատել, ժամանակ եք տրամադրում, այո, իսկ ինչ վերաբերում է վերականգնվելուն, լիցքավորվելու, ինչպես եք կարողանում հանգիստ ընկերների հետ ժամանակ անցկացնել։ Տարիների ընթացքում կարծես թե վարժեցրել եմ ինձ այնպես, որ երբ մտնում եմ տուն, թողնում եմ դրսում բոլոր խնդիրները, բոլոր հոգսերն ու խնդիրները, անգամ չեմ սիրում խոսել դրա մասին, երբ որ ունենում եմ աղմկահարույց գործեր, մեկ-մեկ հարցնում են կամ ընտանիքի անդամները հետաքրքրվում են, ինչ եղավ այդ գործով, գիտեն, որ չեմ սիրում ես խոսել դրա մասին, որովհետև փորձում եմ ընտանեկան ջերմ մթնոլորտում միայն վերականգնվել։ Եվ միակ տարբերակը վերականգնվելու հենց դա է, որովհետև առավոտ ժամը 9-ից ես պետք է նորից նույն տեմպով, նույն առույգությամբ փորձեմ նաև որպես պատրաստի զինվոր գնամ դեպի արդարությունը վերականգնելու։ Իրականում զինվորական կարգ ու կանոն է պետք, այսպիսի զինվորական համառություն, բայց միևնույն ժամանակ կանացի հատուկ փաստորեն հնարքներ կան վերականգնվելու, շատ հետաքրքիր էր նշեցիք այդ էսթետիկ միջավայրը եւ ընտանեկան տանը երեխաների հետ սիրում եք խոհանոցում լինել։ Շատ սիրում եք։ Այո։ Այս ամեն ինչի երևի ներդաշնակությունը միշտ արտահայտվում է, չէ՞, արտաքինում էլ է մարդու արտահայտվում Լուսինե։ Կարող եմ ես օրինակ մինչև գիշերվա 2-ը ինչ-որ մի բան պատրաստել խմորեղենի առումով, որովհետև կարծես լիցքեր եմ ստանում նաև դրանից եւ փորձում եմ նաև դրանով չմոռանալ որպես կին իմ տեսակը եւ չդառնալ կարծես թե ռոբոտացված միայն աշխատանքի մեջ։ Այո։ Շատ կարևոր է, որ երբ սա իրականում այս ներդաշնակությունը լինում է ձեր մեջ այնքան շատ է բոլոր առումներով ներդաշնակությունը, շատ հաճելի էր ձեզ հետ շփվելը, որովհետև դժվար է պատկերացնել այսպիսի ոլորտ, այսքան պրոֆեսիոնալիզմ եւ այսքան կանացիություն մեկ համատեքստում։ Անչափ շնորհակալ եմ, ինձ նույնպես շատ հաճելի էր զրուցելը, կարծես թե սա էլ լիցքաթափվելու մի տարբերակ էր։ Այո։ Շնորհակալ եմ շատ լիցքաթափվելու մի տարբերակ, որը շատ մեր հետևորդների համար գուցե այս պահին իրականում նաև իրենց դժվար իրավիճակում որևէ ելք գտնելու հույս, որը իրականում կարելի ասել շատ մեծ հույս, որն արդարանալու շատ մեծ հավանականություն ունի։ Սիրելի հետևորդներ, մենք զրուցում էինք Վիրաբյան Consulting Firm ընկերության հիմնադիր տնօրեն Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Լուսինե Վիրաբյանի հետ։ Ընկերության հեռախոսահամարը եւ հասցեն Լուսինե Վիրաբյանի թույլտվությամբ այս պահին դուք տեսնում եք։ Եթե ունեք տարբեր ու քաղաքացիական, քրեական, վարչական
Եվ հատկապես ամուսնաընտանեկան ավելի շատ է, ինչպես նշեցին, այս բոլոր ուղղություններով։ Ունեք խնդիր ու ձեզ թվում է, որ աշխարհը ձեր դեմ է, դուք կարող եք ուղղակի զանգահարել այս հեռախոսահամարով։ Նույնիսկ եթե խնդիրը լուծման ձեզ համար շատ ընդունելի տարբերակը չլինի, կլինի խնդրի լուծման մյուս էլի ձեզ համար ընդունելի մի տարբերակ, որովհետև այստեղ իրականում պրոֆեսիոնալներ են, իսկ Լուսինե Վիրաբյանը իր տեսակով շատ պրոֆեսիոնալ մասնագիտական 16 տարվա աշխատանքային փորձով հաղթած գործերի մեծ թվով եւ միևնույն ժամանակ այսպես նրբանկատ ամեն ինչի մեջ վստահորդի հետ անձնական նաեւ այսպես շատ ջերմ հարաբերություններ հաստատելով մասնագիտական ինչքան որ իհարկե թույլ է տալիս փաստաբանի, հա, այդ վարքականոնը, բայց մարդկային տեսակը միևնույնն է, մարդկային էներգիան, ինչպես ասում եմ, բոլոր ժամանակներում ամենակարևորն է։ Իհարկե ես ամեն անգամ նշում եմ, ցանկալի է որ դժվար իրավիճակներում չհայտնվեք, բայց այս հեռախոսահամարը անհրաժեշտ կլինի նաև այն ժամանակ, երբ ինչ-որ հաճելի գնումներ, մեծ գնում եւ այլն պիտի կատարեք, որովհետեւ այսպիսի մասնագետների մասնակցության, պրոֆեսիոնալիզմի ու դրական էներգիայի շնորհիվ ամեն ինչ կլինի ճիշտ այնպես, ինչպես դուք եք երազում եւ հետագայում նաև դժվար իրավիճակներից ու տհաճ անակնկալներից կարող եք խուսափել։ Ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ ու մաղթել, որպեսզի մեր կյանքում այսպիսի մարդիկ շատ լինեն, ովքեր մեզ անընդհատ կարողանան առաջ մղել եւ ասել, որ եթե իսկապես կինն ուզում է, ուրեմն անհնարին ոչինչ չկա։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։